Բարի գալուստ մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում բաժանորդագրվել և խնդրում, որպեսզի մեկնաբանություններ բաժնում թողնեք ձեր կարծիքը, արդյոք մեր պատմությունները ձեզ դուր են գալիս, դա շատ կարևոր է մեզ համար։ Այսօր ևս մեկ հուզիչ, բայց իրական պատմություն։ Մարին լքեց մանկահասակ որդուն հանուն հարուստ սիրեկանի։ Մարին երիտասարդ էր, գեղեցիկ ու խելացի, բայց իր կյանքը լցված էր աղքատությամբ ու դժվարություններով։ Նա ամուսնացել էր սիրով, բայց երբ ամուսինը ծանր հիվանդացավ ու մահացավ, մնաց մենակ փոքրիկ որդու հետ։ Արթուրը դեռ 3 տարեկան էր, երբ մայրը ստիպված էր աշխատել օր ու գիշեր, որ պահեր նրան։ Հենց այդ ժամանակ էլ Մարին ծանոթացավ Վահանի հետ։ Վահանը հարուստ գործարար էր, որ Մարիի մեջ տեսավ այն գեղեցկությունը, որին պատրաստ էր ամեն ինչ զոհել հանուն նրա։ Նա Մարիին առաջարկեց ճոխություն, ապահով կյանք ու հնարավորություններ, որոնց մասին նա միայն երազել կարող էր։ Եվ հենց այդտեղ էլ Մարին կանգնեց կյանքի ամենադժվար որոշման առաջ՝ մնալ աղքատ, բայց որդու կողքին, թե ընդունել Վահանի առաջարկը և հեռանալ, հավատալով, որ մանկատունն ավելի լավ կպահի Արթուրին, քան ինքն իրեն թույլ տալ կարող էր։ Եվ նա ընտրեց երկրորդը։ Մարին որդուն տարավ մանկատուն, գրկեց վերջին անգամ, համոզեց, որ սա ժամանակավոր է ու հեռացավ առանց ետ նայելու։ Արթուրի համար այս ամենն անհասկանալի էր, նա չգիտեր ինչու մայրը չի վերադառնում, ինչու չի զանգում, ինչու անգամ ծննդյան օրերին նամակ չի ուղարկում։ Սկզբում սպասում էր, հետո լացում, իսկ հետո սկսեց սառել ներսից։ Մանկատան կյանքը հեշտ չէր։ Ավագ երեխաները հաճախ ծաղրում էին նրան, քանի որ նա շատ լաց էր լինում, բայց տարիներ անց նա սովորեց դիմանալ։ Սովորեց, որ աշխարհում ոչ ոք ոչինչ պարտք չէ իրեն։ Միակ բանը, որ նա կարող էր ունենալ, գիտելիքն էր։ Եվ նա սկսեց սովորել ամեն օր, ամեն ժամ, երբ մյուսները խաղում էին, նա սովորում էր։ Երբ 15 տարեկան էր, նա արդեն հասել էր մանկատան ամենաբարձր գնահատականներին։ Հենց այդ տարի էլ նրան ընտրեցին որպես արտասահմանում սովորելու թեկնածու։ Արթուրը մեկնեց Գերմանիա բժշկական կրթություն ստանալու։ Մարին սկզբում երջանիկ էր Վահանի կողքին։ Նա սովորեց ապրել շքեղ հյուրանոցներում, ճաշել թանկարժեք ռեստորաններում, հագնել լավագույն դիզայներների հագուստները։ Նրա կյանքի մասին երազում էին հազարավոր կանայք։ Բայց այդ երջանկությունը կարճ տևեց։ Վահանն, ով առաջին տարիներին նրան նվիրում էր իր ամբողջ ուշադրությունը, սկսեց հեռանալ։ Նա ուներ նոր հետաքրքրություններ, նոր կանայք, նոր կյանք։ Մի օր, երբ Մարին արդեն 30-ն անց էր, Վահանը հայտարարեց, որ այլևս նրա հանդեպ հետաքրքրություն չունի և առաջարկեց հեռանալ։ Մարին մնաց առանց ոչնչի։ Նրա անունով ոչ մի գույք չէր գրված, ոչ մի ապահովություն չուներ։ Նա դուրս մնաց փողոցում, առանց գումարի, առանց ընկերների ու առանց սիրո։ Նա ամաչում էր վերադառնալ որդու մոտ։ Անցան տարիներ։ Նրան քայքայում էր մեղքը, բայց նա չգիտեր, թե որտեղ է որդին։ Երբ Մարին սկսեց փնտրել Արթուրին, տարիներ պահանջվեցին։ Իսկ երբ գտավ նրան, արդեն որպես երիտասարդ բժիշկ, ով աշխատում էր Գերմանիայում։ Երբ Մարին վերջապես հանդիպեց որդուն, նրա աչքերում կային արցունքներ։ Նա փորձեց գրկել Արթուրին, բայց նա կանգնեց անշարժ, առանց շարժվելու, առանց որևէ խոսք ասելու։ Դու ինձ հիշում ես, որդիս։ Այո, ես քեզ հիշում եմ, պատասխանեց Արթուրը սառը ձայնով։ Մարին սկսեց պատմել իր դժվարությունների մասին, խոսել իր անկման մասին, ներողություն խնդրել։ Ես չեմ կարող պնդել, որ կներեմ քեզ, ասաց Արթուրը, բայց ես բժիշկ եմ, ես երդվել եմ օգնել մարդկանց։ Եթե ես կարող եմ օգնել քեզ որպես մարդ, կանեմ, բայց որպես որդի ես այլևս չկամ։ Մարին ծնկեց որդու առջև, լաց լինելով։ Ես միայն ուզում եմ, որ ինձ երբևէ հիշես ոչ որպես մորը, ով լքեց, այլ որպես մի կնոջ, ով գոնե վերջում հասկացավ իր սխալը։ Արթուրը հեռացավ, թողնելով նրան արցունքների մեջ։ Մարին գիտեր, որ ներումը եկել էր, բայց շատ ուշ։ Մարին մնաց միայնակ։ Տարիներ շարունակ նա մտածում էր, որ կարող է հեշտությամբ վերադառնալ որդու կյանք, բայց հիմա հասկացավ ամեն ինչ այլ էր։
Արթուրը մեծացել էր առանց նրա, ձևավորել էր իր աշխարհը, որտեղ մայրը որպես ջերմություն և սեր տվող անձ գոյություն չուներ։ Նա փորձեց նորից կապ հաստատել, ուղարկել նամակներ, զանգել, բայց Արթուրը միայն մեկ բան ասաց. «Ես չեմ ատում քեզ, բայց ես այլևս մայր չունեմ»։ Մարիի միակ կապը որդու հետ նրա աշխատանքն էր։ Նա գնաց այն հիվանդանոցը, որտեղ աշխատում էր Արթուրը, և կամաց-կամաց սկսեց հետևել նրա հաջողություններին, տեսնում էր, թե ինչպես է նա օգնում հիվանդներին, ինչպես է բոլորի հանդեպ բարի ու հոգատար, տեսնում էր այն մարդուն, ում ինքը թողել էր, բայց ում աշխարհը չէր կոտրվել։ Մի օր, երբ Մարին վատացավ, նրան տեղափոխեցին հենց այն հիվանդանոց, որտեղ աշխատում էր Արթուրը։ Երբ նա բացեց աչքերը, առաջին դեմքը, որ տեսավ, որդին էր։ «Դու այստեղ ես», շշնջաց նա։ «Ես բժիշկ եմ, ես պարտավոր եմ հոգ տանել քո մասին», պատասխանեց Արթուրն առանց հույզերի։ Այդ պահից Մարին հասկացավ, որ Արթուրը երբեք չի վերադառնա իր կյանք որպես որդի, բայց որպես մարդ, որպես բժիշկ նա նրան արդեն ներել էր։ Ներումը եկավ, բայց ոչ այն կերպ, ինչպես ինքը հույս ուներ։ Մի քանի ամիս անց Մարին հեռացավ այս աշխարհից, և նրա մահվան օրը Արթուրը երկար կանգնեց գերեզմանի առաջ։ «Ես քեզ ներել եմ, բայց սիրել չկարողացա», շշնջաց նա ու հեռացավ, հետն էլ տանելով ոչ թե ցավը, այլ պարզապես մի զգացում, որ ճակատագիրն արդեն որոշել էր ամեն ինչ։ Այս պատմությունը միայն Մարիի և Արթուրի մասին չէ, այն բոլոր ծնողների մասին է, ովքեր ինչ-որ պահի կանգնում են կյանքի դժվարությունների առաջ և մտածում, որ երեխաների կյանքից հեռանալը կարող է լինել լավագույն լուծումը։ Բայց ճշմարտությունը պարզ է. ոչ ոք չի կարող փոխարինել ծնողի սիրուն։ Երեխաները լքված չեն, նրանք ապրում են այդ ցավով, մեծանում դրա հետ, բայց երբեք չեն կարողանում լրացնել այդ դատարկությունը։ Նրանք գուցե դառնում են ուժեղ, հասնում են հաջողությունների, բայց ներսում միշտ մնում է մի անկյուն, որտեղ մանկության չստացված սերն ու ջերմությունը ցավ է պատճառում։ Արթուրը մեծացավ, հաղթահարեց իր ցավը, դարձավ հաջողակ բժիշկ, բայց նա այլևս երբեք չկարողացավ զգալ այն կապը, որ կարող էր ունենալ իր մոր հետ, ներեց, բայց չկարողացավ սիրել։ Երեխաները կարիք ունեն ոչ թե միայնակ ուժեղանալու, այլ սիրո մեջ մեծանալու։ Եթե կյանքը դժվար է, փնտրեք լուծումներ, դիմացեք, պայքարեք, բայց մի թողեք նրանց։ Ոչ փողը, ոչ ճոխությունը, ոչ էլ ժամանակավոր դժվարությունները չեն կարող արդարացնել ծնողի բացակայությունը։ Մի լքեք ձեր երեխաներին, քանի դեռ ուշ չէ։